Նիկոլ Փաշինյանը ինչու հունից դուրս եկավ։ Ներեք ով է հարց, մի հոգի։ Նիկոլ Փաշինյանը ինչու հունից դուրս եկավ, ընդհանրապես կոռուպցիայի մասին էր։ Հարցը հնչում պատգամավորի կողմից Նիկոլ Փաշինյանը բարկացավ, համբալներ ասաց նրանց, Ալեն Սիմոնյանն ասաց դուրս կշպրտեմ դուրս, ընդդիմությանը ասաց համբալներ։ Այդ ասում եք ընդհանրապես կոռուպցիայի մասին էր հարցը հնչում, հասկանում եք հարգելի քաղաքացիներ եւ հարգելի լրագրողներ, դա առհասարակ մարդու մասին հարց չպետք է։ Իհարկե պետք է տան, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ, երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց, որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը, եւ երրորդ 100,000 անգամ ներողություն, էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ էլ դիսոնանս է առաջացնում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք այ ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց խեն այսքան ակտիվացել, բա խեն օրը 5 հատ լրատվական բացում, ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, չէ, ժողովուրդ ջան, ներկա կոռուպցիա եթե կա, ես ձեզ վստահեցնում եմ, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիային դժվար է գտնել, բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ կներեք ավարտեմ, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Ընդունվածը դադարում է կոռուպցիան։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակա դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք ընդունել։ Վերահսկեն, որ վատը չլիներ։ Բա վերահսկել են, որ չեն ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այ շաղախը ոնց որ լավ չէ։ Վերջում գալիս են ժողովուրդ ջան։ Ու այդ որ ասում են մանկապարտեզ կոռուպցիա եւ մի հատ ուզում եմ հիշեք էլ այդ ինչից սկսեց այս մի վարքյան խնդրում եմ ավարտեմ ինչից սկսեց այդ ամեն ինչը սկսեց նրանից որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները ու թութակի պես սկսեցին կրկնել Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները կախիչից սկսած ամեն ինչ սկզբից հիշում եք ինչ էին անում սկզբից մի վարքյան սկզբից ձեռ էին առնում ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք է գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանք համար կրկնօրինակ առարկա է։ Իրանք պետք է նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դա պետք է անեն շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են։ Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Ով ուզում է լինի ինձնից սկսած։ Ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիայի մեջ Նիկոլ Փաշինյանից է սկսած։ Եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում։ Ու կամ այս քաղաքական թիմին չեք լավ ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին։ Չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար օրինակ պարբերաբար նաև կառավարության նիստերներ մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ թաթախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվում։ Ինչն է շատ Հապաղումը, Ժորժ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում։ Իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերին եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով գիտություն ընդունելով չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ օրինակ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր դնի Աժամբյոնից հայերյան քնչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է
եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, ասենց պրոյեկտել է նույնական։ Ժողովուրդ ջան, մի վարքյան էլի, մի վարքյան։ Նույնական արձագանք է տվել, մի քանի աստիճան էլ ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա կամ որ առհասարակ բանը հասել է դրան, իհարկե լավ չի։ Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ, երբ փողոցային լինելը ու լպիրշությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում է։ Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից դրա համար։ Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի այդ համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչին այնքան դիմանալ, ինչքան որ մենք ենք դիմանում։ Քոչարյանն էլ էր մարդ եւ նրա պապուն թուրք էին ասում։ Դրա համար հիմա Փաստորեն Արսեն Թորոսյանն ասում է պետք է պատասխանատվության ենթարկի վենդետա լինի։ Ներողություն, ստեղ նյուանս կա, հեսա ձեր հարցին կգամ կողմջ։ Ստեղ մի հատ նյուանս կա, էլի հարգելի գործընկերներ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքներ։ Իրան ոչ մեկ չի ընդհատում տեղի։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետքա տալ։ Ասում է ազգային ժողովի ամբիոնից, ասում է ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ մի բան գլխին չի տալիս ու չի գոռում, տեղից չի ասում այ լակոտ։ Ասում են հաջորդը ելույթ կունենա Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է պարոն Քոչյան, մարդիկ, ձեր հորը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտում է ուզում է ցույց տա, որ դա վատ է չի։ Դա վատ է։ Փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի ամբիոնից կրկնել։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ, մի քայլ ավել չի գնացել Հակոբ Արշակյանը։ Նույնական Տենց մարդիկ օրինակ դա կեղծ լուր է հրապարակվել։ Այդ բա որ մեզ ասում են թուրք դավաճան, դա կեղծ լուր չի, հա։ Դա գնահատականը ձեր Այսինքն մեկը բան չի, հա, տենց։ Կոնկրետ ինֆորմացիա է։ Դե ժողովուրդ, լավ էլի գնահատականը, հա, օքեյ, հա, շատ լավ։ Եղավ գնահատականը։ Դե հիմա պատասխանեմ Նարեկին, հետո ասելու են ինձ չեք պատասխան, ինձ է մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկը ինձ մեղադրի։ Նարեկը լավ լրագրող է։ Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխանը տալի Հակոբ Արշակյանը, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահային ասի լակոտ, եք կներեք 1000 ներողություն ժողովուրդ ջան։ Այդ ով է տենց բան ասել առհասարակ, որ կարա, չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց է դասավորվել այդ իրավիճակը։ Ուզում եմ մի անգամ է շեշտել, երբ որ ինքը ելույթ էր ունենում վերջին այդ վիրավորանքներով, մենք դրան տեղից չենք արձագանքել։ Չենք արձագանքել, ոչ մի բառ դրեք, զապիսը հետ տվեք, նայեք ազգային ժողովին իստերի, ոչ մի բառ չենք ասել։ Բայց այստեղ մի նյուանս էլ կա, ելույթում ախր ուրիշ բան ասում են, ձեզ որ արդեն ասում են թուրք դավաճան, արդեն համակերպվում եք, ռեակցիա չեք տա։ Այսինքն ինքը ուզում է որ այդ ռեակցիան լինի։ Ինքն է ասել, որ թուրքից չի վիրավորվում այլևս։ Ժողովուրդ ջան, թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ձեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդան, Փաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի, ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդանում իրար վիրավորելու համար օգտագործում են այ հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի դա։ Այ ես դրա համար է ասել վարչապետը, որ դա նորմալ չի։ Որովհետև օրինակ, որտեղ վարչապետը եթե ասի, որ ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են թուրք, վախնել օրինակ Թուրքիայի նախագահ բա որ կանգնի ասի, ես վիրավորվում եմ, երբ որ ինձ ասում են հայ։ Այդ ձեզ համար նորմալ կլինի։ Վարչապետը պետություն է ներկայացնում, ժողովուրդ ջան, ու վարչապետը իրան չի կարա թույլ տա այնպիսի բաներ, ինչպիսին կարան իրանց թույլ տան տարատեսակ աշխուժակներ ու մնացածներ։ Հայաստանի Հանրապետության Ես նորից եմ ասում, առհասարակ ցանկացած ազգություն անուն օգտագործել որպես վիրավորանք, դա նորմալ մարդու անելու բան չի։ Նորմալ մարդը նմանատիպ բան չի կարող ուղղակի որպես այդպեսին անի։ Ներողություն, պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա, որ Արսեն Թորոսյանի կողմից մանդատը վայր դնելու հիմքեր չեք տեսնում։
Ոչ, ես չեմ տեսնում նմանատիպ հիմք։ Այսինքն Հայոյան քնչեցնելը նորմալ։ Հայհոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Հայհոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի որդին, հուսով եմ իրան այդ հարցը կտակ, արդյոք ինքը նորմալ համարում է թե չէ, ու պատրաստվում է մանդատը դնի թե չէ։ Վստահ եմ, չեմ կասկածում, անկեղծ չեմ կասկածում։ Դուք եք կարծում որ վենդետա պետք է լինի։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ Դե քաղաքական իրավական վենդետան դա ուրիշ եզրույթ է, վենդետան առանց այդ քաղաքական ու իրավական նախտիրների որպես այդպեսին շատ դե քաղաքական վենդետան այդ ելույթներն էին օրինակ կարակ տենց համարեք այդ ելույթները մեր ունեցած ելույթները քաղաքական վենդետա էին իրավական վենդետան էլ առհասարակ տեղի ունեցող process-ն է երբ որ 200 միլիոն դոլարի գույքը հեսա ստիպված պետքա կուզեկոզ կարողանում ենք, որ չկարողանանք, այսքան չէին ակտիվանա, 500 հատ լրատվական չէին բացի, այդքան փող չէին թափի, որպեսզի կարողանային դրանից խուսափել, բայց չեն կարողանալու վերջի։ Ինչ եք անում այդ ենթադրյալ լրատվամիջոցը բացված լրատվամիջոցը։ Ինչ պետք է անենք, թողնում ենք, որպեսզի ազատ գործեն ու 30 Թորոսյան։ Ներողություն Ալեքսանդր։ Ինչ է նա այդ մամուլը այդ ձեր ասած այդ 500 լրատվամիջոցը գրում է որ ոչ սա օրինական է, ապօրինական է, կաշկանդվում եք իրավապահ համակարգ այդ հրապարակումից կաշկանդվում։ Ընդհանրապես չի կաշկանդվում Եթե կա հիմքեր, բայց ես ասում թող չլինի, բայց մենք այնքան ենք ասում թող լինի, որ լինում է ու 34-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատությամբ։ Ու ընդհանրապես ոչ մեկ սահմանափակված չի, ինչ ուզում գրում են, ոնց ուզում գրում են մեծ հաշվով։ Վատա որ վիրավորան կատելության խոսք բան են արտադրում, վատա ցանկացած կողմից, էլի ես կոնկրետ մի ուղղության վրա չասեմ, ցանկացած մամուլ եթե ատելության խոսք ու վիրավորանք ու մնացածը արտադրում, դա շատ վատա, եթե լրագրողների նկատմամբ անույն լինում, շատ վատա, երբ որ լրագրողների նկատմամբ վերբալ կամ ֆիզիկական բռնություն է լինում։ Դուք որ ասում եք 500 լրատվամիջոց են բացել, որ պաշտպանեն իրենց։ Բա իհարկե։ Այսինքն ինչով այդ 500 թող 500 հատ Ջորջան Այսինքն այդ 500 այսպես ասած բացված լրատվամիջոցները գրում են ոչ Քոչարյանի գույքը օրինական է եւ իրավապահ համակարգը դրանից կաշկանդվում է։ Շատ լավ հարց եք տալիս, ոչ իրավապահ համակարգը չի կաշկանդվում։ Դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, ես վստահ եմ, որ 500 հատ լրատվականը փորձում են հանրային ընկալում ձևավորել, որ Քոչարյանի 200 միլիոնի գույքը օրինական է։ Առավոտից իրիկու դրանով են զբաղվում, եթե նկատել եք, եթե չէ, ես չնայած ինչքան գիտեմ, դուք վատ լրատվականների կամ առնվազն տարատեսակ լրատվականների փորձում եք չհետևել, պարոն Կիրակոսյան, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ միանշանակ է, որ այդ լրատվականները այո, առավոտից երեկո լուսաբանում են, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր էին ու դրա համար օրինակ չգիտեմ, ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան, տենց ինչ է օրինակ երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան, իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունեն։ Ալեքսանդրյան, դուք երեք մի սենսացիոն հայտարարություն եք արել ազգային ժողովում։ Ասել եք Լևոն Քոչարյանը ԱԾ-ականին ուղարկել է ինչ-որ մարդու աղջկա հետ չէ։ Աղջկա պահեական չէ։ Ժողովուրդ ջան, այդ պատմությունը այնքան հայտնի պատմություն է Երևանում։ Դե, ժողովուրդ ջան, ուրեմն շատ բան է, այն որ ասում են հասարակության 90%-ը սրա մասին գիտի, ուրեմն ստեղ հավաքված է հասարակության 10%-ը։ Մեզ դիտող բոլորը, ինձ թվում է հատկապես իմ տարիքի տղաները, տղամարդիկ, իրանք շատ լավ գիտեն այդ պատմությունը։ Դե չիմացողների համար չիմացողները վստահ են որ ուզենան իմանան, բայց ինձ կներեք մենք քննարկում ենք հիմա պարոն Քոչարյանի մոտ, Անդրանիկ